Երբ խաղի ընդմիջման ժամանակ հագուստարանի դուռը բացվեց, բոլորը լռեցին։ Երկու տղամարդիկ մուտք գործեցին առանց թակելու, առանց ներկայանալու, առանց բացատրության։ Նրանց մուգ կոստյումները կարծես կլանում էին լույսը, իսկ աչքերը սառը էին, ինչպես հունվարյան առավոտը Մոսկվայում։ Ֆուտբոլիստները, որոնց մարմինները դեռ շոկ էին առաջին խաղակեսից, զգացին, թե ինչպես է սառչում օդը։ Սրանք չէին եկել խրախուսելու։ Սրանք չէին եկել հաղթանակ մաղթելու։ Սրանք եկել էին հիշեցնելու, որ Մոսկվան չի ուզում, որ Երանի թիմը դառնա չեմպիոն։ Բայց այդ պահին դռան մոտ կանգնած մարդը, կապիտան Լոն Զանազանյանը, արեց այն, ինչը երբեք չէր ներվում խորհրդային ֆուտբոլում։ Նա ձեռքը դրեց մեկի կրծքին հանգիստ, բայց այնպես, որ յուրաքանչյուր բառ հնչեց որպես վճիռ, ասաց. «Դուրս»։ Այդ օրը հագուստարանում տեղի ունեցավ ավելին, քան պարզապես խաղի ընդմիջում։ Այդ օրը տեղի ունեցավ բախում, որը կարող էր ավարտել ոչ միայն մեկ կարիերան, այլ ամբողջ թիմի ճակատագիրը։ Ո՞վ էին այդ մարդիկ։ Ինչ էին ուզում ասել։ Եվ ինչու Զանազանյանը, ով գիտեր, թե ինչ է նշանակում խորհրդային համակարգին հակառակվելը, համարձակվեց նրանց դուրս հանել։ Այս պատմությունը չի պատմվել 30 տարի։ Այս պատմությունը թաղված էր արխիվներում, վախի լռության տակ։ Բայց այսօր մենք կբացենք այդ դուռը, կմտնենք այն հագուստարան, որտեղ հպարտությունը հաղթեց վախին։ 1970 թվականը Խորհրդային Միությունում ֆուտբոլի համար էր հատուկ տարի։ Մոսկվան, Կիևը, Թբիլիսին, բոլորը ուզում էին տիտղոսը։ Բայց Երանի Արարատը այդ տարի խաղում էր այնպես, կարծես յուրաքանչյուր խաղ էր վերջինը։ Թիմը, որը տարիներ շարունակ եղել էր միջակ, հանկարծ վերածվել էր մեքենայի, որը ջախջախում էր բոլոր հակառակորդներին։ Նրանց խաղը չէր նման ուրիշների վրա։ Դա էր հայկական կրքի, հայկական հպարտության, հայկական ցավի խառնուրդը, որը թափվում էր դաշտի վրա։ Երանի հրազդան մարզադաշտը յուրաքանչյուր խաղի ժամանակ լցվում էր 40,000 հոգով, ովքեր գալիս էին ոչ միայն ֆուտբոլ դիտելու, այլ հավատալու, որ փոքր ազգը կարող է մեծ բան անել։ Տրիբունաները դողում էին երգերից, դրոշները փողփողում էին օդում, իսկ յուրաքանչյուր գոլից հետո ամբողջ քաղաքը լսում էր ուրախության աղաղակները։ Բայց Մոսկվայում, ֆեդերացիայի գրասենյակներում, այդ ուրախությունը չէր դուր գալիս։ Այնտեղ նստած մարդիկ, ովքեր որոշում էին, թե ով պետք է հաղթի, ով պետք է պարտվի, սկսեցին անհանգստանալ։ Նրանք տեսնում էին, որ Արարատը դառնում է ավելի, քան պարզապես ֆուտբոլային թիմ։ Դա դառնում էր խորհրդանիշ, դա դառնում էր ազգային հպարտության դրոշ։ Եվ դա վտանգավոր էր։ Խորհրդային համակարգում ամեն ինչ պետք է լիներ վերահսկելի։ Ֆուտբոլը չէր բացառություն։ Կային անգրավոր կանոններ, որոնք բոլորը գիտեին, բայց ոչ ոք բարձր ձայնով չէր ասում։ Մոսկվայի Դինամոն, Սպարտակը միշտ պետք է լինեին թոփում։ Ուկրաինայի թիմերին թույլ էր տրվում երբեմն հաղթել, որպեսզի ցույց տան եղբայրական ժողովուրդների միասնությունը։ Բայց Հայաստանը, փոքր, լեռնային, հեռավոր Հայաստանը չպետք է դառնար չեմպիոն։ Դա կխախտեր հավասարակշռությունը։ Դա կտար սխալ ազդանշան։ Եվ այդպես էլ, երբ Արարատը սկսեց մոտենալ տիտղոսին, սկսվեցին պատահական բաները։ Դատավորները սկսեցին տալ կասկածելի որոշումներ։ Լավագույն խաղացողները սկսեցին ստանալ անհասկանալի վնասվածքներ։ Հակառակորդ թիմերը սկսեցին խաղալ Արարատի դեմ այնպես, կարծես դա էր նրանց կյանքի խաղը։ Բայց ամենավատը դեռ առաջ էր։ Ամենավատը տեղի ունեցավ այն օրը, երբ Մոսկվան որոշեց ուղղակիորեն միջամտել։ Խաղը, որը փոխեց ամեն ինչ, տեղի ունեցավ հոկտեմբերի սառը օրը։ Արարատը խաղում էր տանը Երանում, եթե հաղթեր, գործնականում կդառնար չեմպիոն։ Մարզադաշտը լցված էր մարդկանցով, ովքեր եկել էին պատմություն տեսնելու։ Օդում կար էլեկտրականություն, կար լարվածություն, կար հավատ։ Առաջին խաղակեսը անցավ լարված, բայց Արարատը առաջ էր 1 գոլով։ Երբ դատավորը սուլեց ընդմիջման համար, ֆուտբոլիստները վազեցին հագուստարան, հոգնած, բայց երջանիկ։ Նրանք գիտեին, որ մնացել է 45 րոպե, նրանք կդառնան լեգենդներ։ Բայց երբ նրանք մտան հագուստարան նստեցին, դուռը կրկին բացվեց։ Եվ այն, ինչ տեղի ունեցավ հաջորդ 5 րոպեում, ոչ ոք երբեք չմոռացավ։ Երկու անծանոթ մարդիկ մտան ներս։ Նրանք չէին ներկայացել։ Նրանք չէին բացատրել, թե ինչու են այնտեղ։ Նրանք պարզապես կանգնեցին դռան մոտ, սկսեցին խոսել։ Նրանց ձայնը հանգիստ էր, բայց սառը, ինչպես սառույցը։
Նրանք ասացին, որ խաղը պետք է ավարտվի ճիշտ արդյունքով։ Նրանք ասացին, որ Արարատը արդեն շատ է հաղթել այս սեզոնում։ Նրանք ասացին, որ լավ կլինի, եթե երկրորդ խաղակեսում թիմը չափավոր խաղա։ Հագուստարանում լռություն էր։ Ֆուտբոլիստները նայում էին միմյանց, չհավատալով, թե ինչ են լսում։ Դա էր իրականությունը։ Դա էր խորհրդային ֆուտբոլը։ Նրանք տարիներ շարունակ քրտնել էին, զոհաբերել էին, երազել էին այս պահի մասին, հիմա երկու անծանոթ մարդիկ մտնում էին ասում, որ նրանք պետք է պարտվեն։ Բայց այդ պահին Լոն Զանազանյանը, կապիտանը, ով ամբողջ կարիերան տվել էր այս թիմին, ոտքի ելավ։ Նրա դեմքը կարմիր էր, ոչ թե հոգնածությունից, այլ զայրույթից։ Նա մոտեցավ այդ երկու մարդկանց, նայեց նրանց աչքերին, ասաց բառեր, որոնք կարող էին ավարտել նրա կարիերան, նրա ազատությունը, նրա կյանքը։ Նա ասաց. «Դուրս այստեղից։ Հիմա»։ Հագուստարանում ժամանակը կարծես կանգ առավ։ Երկու անծանոթ մարդիկ նայեցին Զանազանյանին, կարծես չհավատալով, որ ինչ-որ մեկը համարձակվում է նրանց այդպես խոսել։ Նրանց աչքերում երում էր զարմանք, հետո զայրույթ, հետո սառը հաշվարկ։ Մեկը բացեց բերանը, կարծես ուզում էր ասել ինչ-որ բան, բայց Զանազանյանը չթույլ տվեց։ Նա մի քայլ առաջ եկավ, նրա ձեռքը, որը հարյուրավոր խաղերում բռնել էր գնդակը, հիմա դրվեց մեկի կրծքին։ Ոչ թե հարվածելու համար, այլ հեռացնելու համար։ «Դուք չունեք իրավունք այստեղ լինելու», ասաց նա, նրա ձայնը հիմա արդեն բարձր էր, այնպես որ ամբողջ հագուստարանը լսեց։ «Դուք չունեք իրավունք մեզ ասելու, թե ինչպես խաղանք։ Մենք 30 տարի սպասել ենք այս պահին։ Մենք արյուն ենք թափել այս մարզադաշտում։ Եվ դուք հիմա մտնում եք ասում, որ մենք պետք է պարտվենք։ Ոչ։ Դուրս»։ Մյուս ֆուտբոլիստները նույնպես սկսեցին ոտքի ելնել։ Նրանցից մեկը, պաշտպան Սերգեյ Պողոսյանը, եկավ կանգնեց Զանազանյանի կողքին։ Հետո եկավ մեկ ուրիշը։ Հետո մեկը։ Մի քանի վայրկյանում ամբողջ թիմը կանգնած էր, միասնական պատի պես, նայելով այդ երկու անծանոթներին։ Դա էր պահը, երբ Արարատը դարձավ ավելին, քան թիմ։ Դա էր պահը, երբ նրանք դարձան խորհրդանիշ։ Երկու անծանոթ մարդիկ հասկացան, որ նրանք պարտվել են այս մարտում։ Նրանք չէին կարող ֆիզիկապես հարկադրել ֆուտբոլիստներին։ Ոչ այստեղ, ոչ հիմա, երբ դռան ետում կանգնած էր մարզիչը, երբ պատերի միջով լսվում էր 40,000 երկրպագուների աղմուկը։ Նրանք դանդաղ շրջվեցին, դուրս գնացին, բայց նրանց վերջին հայացքը ասում էր ամեն ինչ։ Դա չէր ավարտվել։ Դա միայն սկիզբն էր։ Երբ դուռը փակվեց, հագուստարանում մի քանի վայրկյան լռություն էր։ Հետո մեկը սկսեց ծափահարել։ Հետո մեկ ուրիշը։ Հետո բոլորը։ Նրանք ծափահարում էին իրենց կապիտանին, մարդուն, ով համարձակվեց անել այն, ինչը շատերը երազում էին, բայց երբեք չէին համարձակվել։ Զանազանյանը նստեց իր տեղում, նրա ձեռքերը դողում էին։ Ոչ թե վախից, այլ ադրենալինից։ Նա գիտեր, որ նա հենց նոր անցավ կարմիր գիծը։ Նա գիտեր, որ Մոսկվան չի ների։ Բայց նա գիտեր, որ նա ճիշտ արեց։ Մարզիչը Նիկիտա Սիմոնյանը մտավ հագուստարան, տեսավ ֆուտբոլիստների դեմքերը։ Նա հասկացավ, որ ինչ-որ բան տեղի է ունեցել, բայց նա չհարցրեց։ Նա պարզապես ասաց. «Դուրս եկեք, ավարտեք այն, ինչ սկսել եք»։ Եվ նրանք դուրս եկան։ Երկրորդ խաղակեսը սկսվեց, տրիբունաները կրկին պայթեցին ուրախությունից։ Բայց Արարատի ֆուտբոլիստները հիմա խաղում էին այլ կերպ։ Նրանք խաղում էին ոչ միայն հաղթանակի համար։ Նրանք խաղում էին ապացուցելու համար։ Նրանք խաղում էին ցույց տալու համար, որ ոչ ոք չի կարող նրանց կոտրել։ Յուրաքանչյուր փոխանցում, յուրաքանչյուր վազք, յուրաքանչյուր պայքար գնդակի համար էր ավելին, քան պարզապես ֆուտբոլ։ Դա էր պայքար իրավունքի համար, պայքար արժանապատվության համար, պայքար ազատության համար։ Հակառակորդ թիմը, որը առաջին խաղակեսում խաղացել էր կոշտ, հիմա խաղում էր ավելի կոշտ։ Դատավորը, որը առաջին խաղակեսում տվել էր կասկածելի որոշումներ, հիմա տալիս էր ավելի կասկածելի որոշումներ։ Բայց Արարատը չէր հանձնվում։ Նրանք պայքարում էին յուրաքանչյուր սանտիմետրի համար, յուրաքանչյուր վայրկյանի համար։ Եվ երբ դատավորը սուլեց վերջնական սուլը, հաշիվը մնաց նույնը։ Արարատը հաղթել էր։ Արարատը դարձել էր չեմպիոն։ Մարզադաշտը վերածվեց խենթանոցի։
40,000 մարդ վազեց դաշտ, երգելով, պարելով, լալով ուրախությունից։ Ֆուտբոլիստները գրկախառնվեցին միմյանց հետ, շատերի աչքերում էին արցունքներ։ Դա էր պահը, որի համար նրանք ապրել էին։ Դա էր պահը, որը կմնար պատմության մեջ։ Բայց Զանազանյանը, ով կանգնած էր դաշտի կենտրոնում, շրջապատված երկրպագուներով, նայում էր տրիբունաների վրա, տեսավ երկու ծանոթ ուրվագիծ։ Երկու մարդիկ, ովքեր եկել էին հագուստարան, հիմա կանգնած էին վերում, նայում էին նրան։ Նրանք չէին ծափահարում։ Նրանք չէին ժպտում։ Նրանք պարզապես նայում էին, նրանց հայացքը ասում էր. «Մենք կհիշենք»։ Զանազանյանը զգաց, թե ինչպես է սառչում նրա ողնաշարը, բայց նա չշրջվեց։ Նա շարունակեց տոնել իր թիմակիցների հետ, շարունակեց ժպտալ երկրպագուներին, շարունակեց պահպանել այն դեմքը, որը կապիտանը պետք է ունենար։ Բայց նրա ներսում նա գիտեր, որ դա դեռ վերջը չէր։ Դա միայն սկիզբն էր մի պատմության, որը կդառնար ավելի մութ, ավելի վտանգավոր, ավելի ողբերգական։ Այդ գիշեր Երանը չքնեց։ Փողոցները լցված էին մարդկանցով, ովքեր տոնում էին մինչ առավոտ։ Մեքենաները շարժվում էին դանդաղ, հնչեցնելով սիգնալները, իսկ պատուհաններից մարդիկ ծափահարում էին, գոչում էին «Արարատ, Արարատ»։ Բայց Զանազանյանի տանը, փոքրիկ բնակարանում կենտրոնում, մթնոլորտը այլ էր։ Կապիտանը նստած էր խոհանոցի սեղանի մոտ, նրա դիմաց թեյի բաժակ, որը սառել էր, նա նայում էր պատուհանից դուրս, տեսնելով տոնող մարդկանց, բայց չզգալով նրանց ուրախությունը։ Նրա կինը Արմինեն նստած էր նրա կողքին, բռնել էր նրա ձեռքը։ «Ինչ է եղել», հարցրեց նա։ «Դու պետք է երջանիկ լինես։ Դուք հաղթեցիք»։ Զանազանյանը շրջվեց, նայեց նրան, Արմինեն տեսավ նրա աչքերում ինչ-որ բան, ինչը նրան վախեցրեց։ «Մենք հաղթեցինք խաղը», ասաց նա հանգիստ։ «Բայց ես չգիտեմ, թե ինչ ենք կորցրել»։ Նա պատմեց նրան այն մասին, ինչ տեղի ունեցավ հագուստարանում։ Նա պատմեց այն երկու մարդկանց մասին, նրանց սառը ձայների մասին, նրանց սպառնալիքների մասին։ Նա պատմեց, թե ինչպես նա նրանց դուրս հանեց, թե ինչպես նրանք նայեցին նրան խաղից հետո։ Արմինեն լսում էր, նրա դեմքը գունատվում էր։ Նա ապրել էր Խորհրդային Միությունում բավականաչափ երկար, որպեսզի իմանար, թե ինչ նշանակում է հակառակվելը այդ մարդկանց։ «Լո», ասաց նա, նրա ձայնը դողում էր։ «Դու գիտես, թե ինչ ես արել։ Դու գիտես, թե նրանք ինչ կարող են անել»։ Զանազանյանը գլուխ թեքեց։ «Ես գիտեմ», ասաց նա։ «Բայց ես չէի կարող այլ կերպ անել։ Եթե ես թույլ տայի նրանց մնալ, եթե ես թույլ տայի նրանց ասել մեզ, թե ինչպես խաղանք, ապա մեր հաղթանակը ոչինչ չէր նշանակի։ Ավելի լավ է կորցնել ազնվորեն, քան հաղթել ամոթով»։ Բայց հաջորդ օրերին պարզ դարձավ, որ Մոսկվան իսկապես չէր մոռացել։ Առաջին նշանը եկավ 3 օր անց, երբ Զանազանյանին կանչեցին Ֆեդերացիայի Հայաստանի մասնաճյուղ։ Նրան ասացին, որ նա պետք է տա բացատրություն իր վարքագծի մասին խաղի օրը։ Երբ նա հարցրեց, թե ինչ վարքագծի մասին է խոսքը, նրան ասացին, որ նա անհարգալից է եղել պաշտոնական անձանց նկատմամբ։ Զանազանյանը հասկացավ, որ այդ երկու մարդիկ գրել էին զեկույց։ Նա հասկացավ, որ նրանք սկսել էին իրենց վրեժխնդրությունը։ Նա տվեց իր բացատրությունը, ասելով, որ նա չի ճանաչել այդ մարդկանց, մտածել է, որ նրանք պարզապես անծանոթներ են, ովքեր մտել են հագուստարան առանց թույլտվության։ Բայց նա տեսավ պաշտոնյաների դեմքերը, հասկացավ, որ նրանք չեն հավատում։ Նրանք գիտեին ճշմարտությունը, բայց նրանք նա գիտեին, որ նրանք չեն կարող ապացուցել։ Ոչ դեռ։ Երկրորդ նշանը եկավ շաբաթ անց, երբ Արարատը պետք է խաղար հաջորդ խաղը։ Հանկարծ պարզվեց, որ նրանց լավագույն հարձակվողը, Խորեն Օհանյանը, վնասվածք ունի, չի կարող խաղալ։ Բայց Օհանյանը ինքը զարմացած էր, որովհետև նա ոչ մի վնասվածք չուներ։ Երբ նա փորձեց բողոքել, նրան ասացին, որ բժիշկները որոշել են, որ նա պետք է հանգստանա։ Զանազանյանը հասկացավ, որ դա էր Մոսկվայի ձեռքը։ Նրանք չէին կարող կանխել Արարատի չեմպիոնությունը, բայց նրանք կարող էին դարձնել նրանց կյանքը դժվար։ Եվ նրանք դա անում էին։ Բայց ամենավատ նշանը եկավ ամիս անց, երբ Զանազանյանին կանչեցին Մոսկվա։ Նրան ասացին, որ նա պետք է մասնակցի հանդիպման Ֆեդերացիայի գլխավոր գրասենյակում։ Երբ նա հարցրեց, թե ինչ հանդիպման, նրան ասացին, որ դա սովորական ընթացակարգ է բոլոր չեմպիոն թիմերի կապիտանների համար։ Բայց Զանազանյանը գիտեր, որ դա սուտ էր։ Նա գիտեր, որ դա էր այն հանդիպումը, որտեղ նրանք ասեին ճշմարտությունը։
Նա գիտեր, որ դա էր այն հանդիպումը, որտեղ նրան կսպառնային, կվախեցնեին, կփորձեին կոտրել։ Նա չուզում էր գնալ։ Նա ուզում էր մերժել, ասել, որ նա հիվանդ է, որ նա չի կարող։ Բայց նա գիտեր, որ եթե նա չգնա, ապա նրանք կգան նրա մոտ։ Եվ դա կլինի ավելի վատ։ Այնպես որ նա գնաց։ Նա նստեց ինքնաթիռի մեջ, որը տարավ նրան Մոսկվա, ամբողջ ճանապարհին նա նայում էր պատուհանից դուրս, տեսնելով ամպերը, լեռները, հեռացող Հայաստանը, մտածում էր, թե արդյոք նա երբեք կվերադառնա։ Արդյոք նա երբեք կտեսնի կրկին իր ընտանիքը, իր թիմը, իր երկիրը։ Թե դա էր վերջին անգամը, երբ նա ազատ էր։ Մոսկվան ընդունեց նրան սառը անձրով մութ երկնքով։ Զանազանյանը վերցրեց տաքսի գնաց Ֆեդերացիայի շենք, հսկայական մոխրագույն շինություն, որը կանգնած էր կենտրոնում, ինչպես հսկա, որը հսկում է քաղաքը։ Նա մտավ ներս, անմիջապես զգաց այն մթնոլորտը, որը միշտ էր այնտեղ, վախի, հնազանդության, լռության մթնոլորտը։ Նրան տարան երկրորդ հարկ, երկար միջանցքով, որտեղ պատերը ծածկված էին հին լուսանկարներով խորհրդային ֆուտբոլիստների, ովքեր նայում էին նրան իրենց սառած ժպիտներով։ Վերջապես նրանք հասան դռան մոտ, ուղեկցողը թակեց։ Ներսից լսվեց ձայն. «Մտեք»։ Զանազանյանը խորը շունչ քաշեց, բացեց դուռը։ Սենյակը մեծ էր, բայց մութ։ Պատուհանները փակ էին վարագույրներով, միակ լույսը գալիս էր սեղանի լամպից։ Սեղանի ետում նստած էր մարդ, ում դեմքը Զանազանյանը չէր տեսնում, որովհետև լույսը ուղղված էր դեպի նրան, կուրացնելով նրան։ Բայց նա լսեց ձայնը, այդ ձայնը նա ճանաչեց։ Դա էր մեկի ձայնը այն երկու մարդկանցից, ովքեր եկել էին հագուստարան։ «Նստեք, ընկեր Զանազանյան», ասաց ձայնը։ «Մենք պետք է խոսենք»։ Սենյակում օդը կարծես խտացել էր, Զանազանյանը զգում էր, թե ինչպես է յուրաքանչյուր շունչը դառնում ավելի ծանր։ Նա նստեց աթոռին, որը կանգնած էր սեղանի դիմաց, փորձեց տեսնել այն մարդու դեմքը, ով խոսում էր, բայց լույսը շարունակում էր կուրացնել նրան։ Դա չէր պատահականություն։ Դա էր հոգեբանական խաղ, որը նրանք խաղում էին տասնամյակներ։ Դու չես տեսնում նրանց, բայց նրանք տեսնում են քեզ։ Դու չես իմանում, թե քանի հոգի են սենյակում, բայց նրանք իմանում են քո յուրաքանչյուր շարժումը։ Դուք գիտեք, թե ինչու եք այստեղ, շարունակեց ձայնը, հիմա Զանազանյանը լսեց նրա մեջ ինչ-որ բան, ինչը նա չէր լսել հագուստարանում։ Դա էր հաճույք։ Այս մարդը վայելում էր այս պահը։ Նա վայելում էր իշխանությունը, որը ուներ այս փոքրիկ սենյակում, հեռու Երանի աղմուկից, հեռու 40,000 երկրպագուներից, ովքեր կարող էին պաշտպանել իրենց կապիտանին։ Այստեղ Զանազանյանը միայնակ էր։ Այստեղ նա էր խոցելի։ Ես գիտեմ, պատասխանեց Զանազանյանը, նա զարմացավ, որ իր ձայնը հանգիստ էր։ Դուք ուզում եք խոսել այն մասին, ինչ տեղի ունեցավ խաղի օրը։ Լռություն։ Հետո ծիծաղ։ Ոչ թե բարձր, այլ ցածր, գլորող ծիծաղ, որը լցրեց սենյակը, ինչպես թույնը։ Ոչ, ընկեր Զանազանյան, ասաց ձայնը։ Մենք չենք ուզում խոսել այն մասին, ինչ տեղի ունեցավ։ Մենք ուզում ենք խոսել այն մասին, ինչ կտեղի ունենա։ Սեղանի վրա հայտնվեց թղթապանակ։ Ձեռքը, որը դրեց այն, էր սպիտակ, խնամված, ոսկե մատանիով մատի վրա։ Թղթապանակը հաստ էր, լի փաստաթղթերով, երբ այն բացվեց, Զանազանյանը տեսավ լուսանկարներ։ Լուսանկարներ իրենից, իր ընտանիքից, իր թիմակիցներից։ Լուսանկարներ, որոնք արված էին փողոցում, տանը, մարզադաշտում։ Լուսանկարներ, որոնք ցույց էին տալիս, որ նրանք հետել են նրան ամիսներ, գուցե տարիներ։ Տեսնում եք, ասաց ձայնը, հիմա նրա մեջ չկար հաճույք, այլ սառը պրոֆեսիոնալիզմ։ Մենք ամեն ինչ գիտենք ձեր մասին։ Մենք գիտենք, թե որտեղ է ապրում ձեր կինը, որտեղ է սովորում ձեր դուստրը, որտեղ է աշխատում ձեր եղբայրը։ Մենք գիտենք, թե ինչ ժամին եք դուք արթնանում, ինչ եք ուտում նախաճաշին, ինչ գիրք եք կարդում երեկոյան։ Մենք գիտենք ամեն ինչ։ Զանազանյանը զգաց, թե ինչպես է սառչում նրա արյունը, բայց նա չթույլ տվեց, որ դա երա իր դեմքին։ Նա շարունակեց նայել դեպի լույսը, շարունակեց նստել ուղիղ, շարունակեց շնչել հավասարաչափ։ Նա չէր տալու նրանց այն բավարարվածությունը տեսնելու իրեն կոտրված։ Ինչու եք ասում ինձ այս ամենը, հարցրեց նա։ Ինչ եք ուզում։ Ձեռքը փակեց թղթապանակը, հետ քաշեց այն։ Հետո սեղանի վրա հայտնվեց մեկ այլ բան, փոքրիկ ձայնագրիչ։ Հին, խորհրդային ձայնագրիչ, որի պտտվող սկավառակները երում էին վերից։ Ձեռքը սեղմեց կոճակը, սենյակը լցվեց ձայներով։
Զանազանյանը ճանաչեց իր սեփական ձայնը, խոսելով հեռախոսով։ Դա էր զրույց, որը նա ունեցել էր իր եղբոր հետ 3 շաբաթ առաջ։ Նրանք խոսում էին թիմի մասին, խաղերի մասին, մի պահի Զանազանյանը ասել էր. Մոսկվան երբեք չի ուզենա, որ մենք հաղթենք։ Նրանք վախենում են մեզանից։ Դա էր պարզ խոսակցություն, պարզ միտք, որը հազարավոր մարդիկ մտածում էին, բայց երբեք բարձր ձայնով չէին ասում։ Բայց Զանազանյանը ասել էր։ Եվ նրանք ձայնագրել էին։ Ձայնագրիչը դադարեց, լռությունը վերադարձավ սենյակ։ Հակախորհրդային քարոզչություն, ասաց ձայնը հանգիստ։ Հոդված 70։ 5 տարի ազատազրկում։ Կամ ավելի, եթե մենք ուզենք։ Զանազանյանը զգաց, թե ինչպես է սառչում նրա ստամոքսը։ Նա գիտեր այդ հոդվածի մասին։ Բոլորը գիտեին։ Դա էր հոդվածը, որով նրանք ուղարկում էին մարդկանց Սիբիր, դա էր հոդվածը, որով նրանք ոչնչացնում էին կյանքերը։ Եվ հիմա նրանք ասում էին, որ նրանք կարող են օգտագործել այն նրա դեմ։ Ոչ թե որովհետև նա իսկապես արել էր ինչ-որ բան սխալ, այլ որովհետև նա համարձակվել էր հակառակվել նրանց։ Բայց մենք չենք ուզում դա անել, շարունակեց ձայնը, հիմա նրա մեջ կրկին հայտնվեց այն հաճույքը։ Մենք չենք ուզում ոչնչացնել ձեր կյանքը, ընկեր Զանազանյան։ Մենք չենք ուզում, որ ձեր կինը լինի հանցագործի կին, որ ձեր դուստրը լինի հանցագործի դուստր։ Մենք չենք ուզում, որ ձեր թիմը կորցնի իր կապիտանին։ Մենք ուզում ենք միայն մեկ բան։ Մենք ուզում ենք, որ դուք հասկանաք ձեր տեղը։ Զանազանյանը լսում էր, նա հասկանում էր, թե ուր է տանում այս խոսակցությունը։ Նրանք չէին ուզում նրան բանտ նետել։ Ոչ դեռ։ Նրանք ուզում էին ավելի վատ բան։ Նրանք ուզում էին նրան կոտրել, ուզում էին նրան դարձնել իրենց գործիք, ուզում էին, որ նա դառնա այն մարդը, ով կասի իր թիմակիցներին, թե երբ պետք է հաղթել, երբ պետք է պարտվել։ Նրանք ուզում էին նրան դարձնել դավաճան։ Ես երբեք չեմ անի դա, ասաց Զանազանյանը, նրա ձայնը հիմա դողում էր, ոչ թե վախից, այլ զայրույթից։ Դուք կարող եք ինձ սպառնալ, կարող եք ինձ ձայնագրել, կարող եք ինձ հետել, բայց դուք երբեք չեք կարող ստիպել ինձ դավաճանել իմ թիմին։ Լռություն։ Երկար, ծանր լռություն։ Հետո ձայնը խոսեց կրկին, հիմա նրա մեջ չկար հաճույք, չկար պրոֆեսիոնալիզմ։ Կար միայն սառը, մաքուր ատելություն։ Ապա դուք ընտրել եք ձեր ճանապարհը, ասաց նա։ Եվ մենք կհիշենք այդ ընտրությունը։ Զանազանյանը վերադարձավ Երան 3 օր անց, երբ նա իջավ ինքնաթիռից, նա զգաց, թե ինչպես է նրա ուսերից իջնում ծանրությունը։ Նա տանը էր։ Նա ազատ էր։ Բայց երբ նա տեսավ Արմինեին օդանավակայանում, երբ նա տեսավ նրա աչքերը լի անհանգստությամբ վախով, նա հասկացավ, որ ազատությունը միայն ժամանակավոր էր։ Նրանք գնացին տուն լռությամբ, միայն երբ նրանք փակեցին դուռը մնացին միայնակ, Արմինեն հարցրեց. Ինչ տեղի ունեցավ։ Զանազանյանը պատմեց ամեն ինչ։ Նա պատմեց սենյակի մասին, լույսի մասին, լուսանկարների մասին, ձայնագրության մասին։ Նա պատմեց սպառնալիքների մասին, հոդված 70-ի մասին, այն ընտրության մասին, որը նրանք տվեցին նրան։ Արմինեն լսում էր, նրա դեմքը գունատվում էր ավելի ու ավելի։ Երբ նա ավարտեց, նա նստեց ծածկեց դեմքը ձեռքերով։ Լո, ասաց նա, նրա ձայնը կոտրված էր։ Ինչ ենք անելու։ Ինչ ենք անելու մեր դստեր հետ։ Եթե նրանք քեզ տանեն, եթե նրանք քեզ ուղարկեն Սիբիր, ինչպես ենք մենք ապրելու։ Զանազանյանը գլուխ թեքեց։ Նա չուներ պատասխան։ Նա միայն գիտեր, որ նա չէր կարող անել այն, ինչ նրանք ուզում էին։ Նա չէր կարող դավաճանել իր թիմին, իր երկիրը, իր հպարտությունը։ Նույնիսկ եթե դա նշանակում էր կորցնել ամեն ինչ։ Բայց Մոսկվան չէր շտապում։ Նրանք խաղում էին երկար խաղ, նրանք գիտեին, որ ժամանակը նրանց կողմն էր։ Հաջորդ շաբաթներին Արարատը շարունակեց խաղալ, շարունակեց հաղթել, շարունակեց լինել չեմպիոն։ Բայց յուրաքանչյուր խաղից հետո Զանազանյանը նկատում էր փոքրիկ բաներ, որոնք չէին ճիշտ։ Դատավորները, ովքեր տալիս էին ավելի շատ դեղին քարտեր նրա թիմակիցներին։ Լրագրողները, ովքեր սկսում էին գրել հոդվածներ Արարատի կոշտ խաղի մասին։ Պաշտոնյաները, ովքեր սկսում էին ստուգել թիմի ֆինանսները, փնտրելով անկանոնություններ։ Դա էր համակարգը, որը սկսում էր սեղմել, դանդաղ, բայց անխուսափելի։ Եվ Զանազանյանը գիտեր, որ եթե նա չանի ինչ-որ բան, ապա ամբողջ թիմը կտուժի նրա պատճառով։ Բայց ինչ կարող էր նա անել։
Նա էր միայն մեկ մարդ, մեկ ֆուտբոլիստ, մեկ կապիտան։ Նա չուներ իշխանություն, չուներ կապեր, չուներ ոչինչ, բացի իր հպարտությունից իր թիմից։ Արդյոք դա բավական էր։ Արդյոք դա կարող էր պաշտպանել նրանց այն մարդկանցից, ովքեր ունեին ամբողջ խորհրդային միության ուժը իրենց ետում։ Պատասխանը եկավ անսպասելի կողմից։ Մի օր, երբ Զանազանյանը վերադառնում էր մարզումից, նա տեսավ մեքենա, որը կանգնած էր նրա տան դիմաց։ Ս Վոլգա, որի պատուհանները մգեցված էին։ Նրա սիրտը սկսեց ավելի արագ բաբախել։ Սրանք էին նրանք։ Արդյոք նրանք եկել էին նրան տանելու։ Նա դանդաղեցրեց քայլերը, պատրաստվելով վազելու, պատրաստվելով պայքարելու, պատրաստվելով ամեն ինչի։ Բայց հետո մեքենայի դուռը բացվեց, դուրս եկավ մարդ, որին Զանազանյանը ճանաչեց։ Դա էր Նիկիտա Սիմոնյանը, նրա մարզիչը։ Բայց Սիմոնյանը միայնակ չէր։ Նրա հետ էր մեկ այլ մարդ, ավելի տարեց, ավելի հաստ մարդ, ում դեմքը Զանազանյանը տեսել էր լուսանկարներում, բայց երբեք անձամբ։ Դա էր Արամ Խաչատրյանը, Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղարը։ Ամենահզոր մարդը Հայաստանում։ Մարդը, ով կարող էր մեկ խոսքով փոխել ճակատագրերը։ Եվ նա եկել էր Զանազանյանի տուն։ Նրանք մտան ներս, Արմինեն, տեսնելով նրանց, գրեթե ընկավ աթոռին։ Նա գիտեր, թե ով էր Խաչատրյանը, նա գիտեր, որ երբ նման մարդիկ գալիս են քո տուն, դա կամ շատ լավ նորություն է, կամ շատ վատ։ Բայց Խաչատրյանը ժպտաց, նրա ժպիտը ջերմ էր, հայրական։ Մի վախեցեք, ասաց նա։ Ես եկել եմ ոչ թե սպառնալու, այլ օգնելու։ Նրանք նստեցին խոհանոցի սեղանի շուրջ, Խաչատրյանը սկսեց խոսել։ Նա ասաց, որ նա լսել է այն մասին, ինչ տեղի ունեցավ Մոսկվայում։ Նա ասաց, որ նա գիտի այն սպառնալիքների մասին, որոնք արվել են Զանազանյանին։ Նա ասաց, որ նա գիտի, որ Մոսկվան փորձում է կոտրել Արարատը, փորձում է ցույց տալ, որ Հայաստանը չի կարող ունենալ սեփական հաջողությունը։ Բայց նրանք սխալվում են, ասաց Խաչատրյանը, նրա ձայնը հիմա կարծր էր, ինչպես երկաթը։ Նրանք մոռանում են, որ Հայաստանը ոչ թե նրանց գավառն է, այլ մեր հանրապետությունը։ Եվ մենք չենք թույլ տալու, որ նրանք ոչնչացնեն մեր հպարտությունը։ Զանազանյանը լսում էր, նա չէր հավատում իր ականջներին։ Արդյոք Խաչատրյանը, մարդը, ով ինքը էր կոմկուսի մաս, հակառակվում էր Մոսկվային։ Արդյոք դա հնարավոր էր։ Խաչատրյանը շարունակեց։ Նա ասաց, որ նա խոսել է Մոսկվայի հետ, ասել է նրանց, որ Զանազանյանը անմեղ է, որ նա պարզապես պաշտպանել է իր թիմը, որ նա արել է այն, ինչ ցանկացած կապիտան կաներ։ Նա ասաց, որ նա պահանջել է, որ նրանք դադարեցնեն հետապնդումները, դադարեցնեն սպառնալիքները, թողնեն Արարատին խաղալ ազատ։ Եվ ինչ ասացին նրանք, հարցրեց Զանազանյանը։ Խաչատրյանը լռեց մի պահ, հետո ասաց. Նրանք ասացին, որ նրանք կմտածեն։ Բայց մենք երկուսս գիտենք, թե դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ նրանք չեն դադարելու։ Դա նշանակում է, որ նրանք կշարունակեն սեղմել, մինչ որ նրանք ստանան այն, ինչ ուզում են։ Սենյակում լռություն էր։ Հետո Սիմոնյանը, ով մինչ այդ լռում էր, խոսեց. Բայց մենք ունենք պլան, ասաց նա։ Պլան, որը կարող է փրկել Զանազանյանին, կարող է փրկել թիմը, կարող է ցույց տալ Մոսկվային, որ նրանք չեն կարող վերահսկել ամեն ինչ։ Զանազանյանը նայեց նրանց, նրա աչքերում հայտնվեց հույս։ Առաջին անգամ 3 շաբաթվա ընթացքում նա զգաց, որ նա միայնակ չէ, որ կան մարդիկ, ովքեր պատրաստ են կանգնել նրա կողքին։ Ինչ պլան, հարցրեց նա։ Եվ Խաչատրյանը սկսեց բացատրել։ Պլանը պարզ էր, բայց ռիսկային։ Արարատը պետք է խաղար ավելի լավ, քան երբը։ Նրանք պետք է հաղթեին այնպես, որ ոչ ոք չկարողանար ասել, որ դա էր պատահականություն, որ դա էր թույլ տրված։ Նրանք պետք է դառնային այնքան լավ, այնքան անհերքելի, որ Մոսկվան չկարողանար արդարացնել նրանց հետապնդումը։ Եվ միաժամանակ Խաչատրյանը պետք է օգտագործեր իր կապերը, իր ազդեցությունը, իր իշխանությունը, որպեսզի պաշտպաներ թիմը վերից։ Նա պետք է դառնար նրանց վահանը, մինչդեռ նրանք պետք է դառնային նրանց սուրը։ Բայց դուք պետք է հասկանաք, ասաց Խաչատրյանը, նայելով Զանազանյանին։ Դա չի լինի հեշտ։ Մոսկվան չի հանձնվի։ Նրանք կփորձեն ամեն ինչ, կաշառք, սպառնալիքներ, ֆիզիկական բռնություն։ Եվ եթե մենք պարտվենք, եթե մենք ցույց տանք թուլություն, ապա նրանք կհարվածեն ավելի կոշտ, քան երբը։ Դուք պատրաստ եք դրան։ Զանազանյանը նայեց Արմինեին, տեսավ նրա աչքերը լի վախով, բայց նա հավատքով։
Նա նայեց Սիմոնյանին, տեսավ նրա դեմքը լի վճռականությամբ։ Նա նայեց Խաչատրյանին, տեսավ նրա ձեռքերը, որոնք դողում էին ոչ թե տարիքից, այլ զայրույթից։ Եվ նա հասկացավ, որ նա միայնակ չէ։ Նա հասկացավ, որ կան մարդիկ, ովքեր պատրաստ են պայքարել նրա կողքին։ Ես պատրաստ եմ, ասաց նա։ Եվ այդ պահից սկսվեց իսկական պատերազմը։ Հաջորդ 2 ամիսները Արարատը խաղաց այնպես, կարծես յուրաքանչյուր խաղ էր վերջինը։ Նրանք հաղթեցին թիմերին, որոնք 2 անգամ ավելի ուժեղ էին։ Նրանք խաղացին մարզադաշտերում, որտեղ դատավորները բացահայտորեն կողմնակալ էին, բայց նրանք հաղթեցին այնպես, որ ոչ ոք չկարողանար վիճել արդյունքի մասին։ Նրանք դարձան լեգենդ, դարձան խորհրդանիշ, դարձան այն բանը, ինչի համար ամբողջ Հայաստանը կարող էր հպարտանալ։ Բայց յուրաքանչյուր հաղթանակից հետո Զանազանյանը տանը գալիս էր գտնում էր նոր նշաններ, որ Մոսկվան չէր մոռացել։ Անանուն նամակներ, որոնք սպառնում էին նրա ընտանիքին։ Հեռախոսազանգեր կեսգիշերին, երբ ոչ ոք չէր խոսում, միայն լռություն էր։ Մարդիկ, ովքեր հետում էին նրան փողոցում, միշտ նույն հեռավորությունից, միշտ նույն սառը հայացքով։ Դա էր հոգեբանական պատերազմ, Մոսկվան էր վարպետը այդ պատերազմում։ Բայց Զանազանյանը չէր հանձնվում։ Նա շարունակում էր խաղալ, շարունակում էր հաղթել, շարունակում էր լինել այն կապիտանը, որին նրա թիմը կարիք ուներ։ Եվ յուրաքանչյուր անգամ, երբ նա զգում էր, որ նա կոտրվում է, նա հիշում էր այն օրը հագուստարանում, երբ նա ասաց դուրս։ Նա հիշում էր այն զգացումը, երբ նա կանգնեց իր թիմակիցների հետ, միասնական պատի պես։ Եվ դա տալիս էր նրան ուժ շարունակելու։ Բայց հարցը մնում էր՝ քանի՞ ժամանակ նա կարող էր դիմանալ։ Քանի՞ ժամանակ նա կարող էր պայքարել համակարգի դեմ, որը ուներ անսահման ռեսուրսներ, անսահման համբերություն, անսահման դաժանություն։ Արդյոք մի օր նրանք կգտնեին այն թույլ կետը, որը կկոտրեր նրան։ Արդյոք մի օր նա կստիպված լիներ ընտրել իր ընտանիքի իր հպարտության միջ։ Եվ եթե այդ օրը գար, ինչ կընտրեր նա։ Այն գիշերը, երբ Զանազանյանը վերադարձավ տուն վերջին մարզումից, նա գտավ իր փոստարկղում ծրար, որը փաթաթված էր հին թերթով։ Ոչ մի հասցե, ոչ մի անուն, ոչ մի դրոշմակնիկ։ Միայն նրա ազգանունը, գրված դողացող ձեռագրով, կարծես մարդը, ով գրել էր, վախենում էր նույնիսկ թանաքը թղթին դիպցնելուց։ Զանազանյանը բարձրացավ բնակարան, փակեց դուռը, նախքան բացելը։ Ներսում էր հին լուսանկար 15 տարի առաջվա, երբ նա դեռ երիտասարդ էր, երբ նա դեռ չէր հասկանում, թե ինչ է նշանակում ապրել Խորհրդային Միությունում։ Լուսանկարում նա կանգնած էր մի խմբի մեջ, այդ խմբում կար մեկ այլ մարդ, ում դեմքը շրջանակված էր կարմիր մարկերով։ Լուսանկարի հետում գրված էր միայն 3 բառ, նա խոսեց նրանց։ Զանազանյանը զգաց, թե ինչպես է սառչում նրա արյունը։ Այդ մարդը, ում դեմքը շրջանակված էր, եղել էր նրա ընկերը, նրա թիմակիցը, մարդը, ում հետ նա խաղացել էր տարիներ շարունակ։ Եվ 5 տարի առաջ այդ մարդը անհետացել էր։ Պարզապես անհետացել էր մի գիշեր, ոչ ոք երբեք չտեսավ նրան կրկին։ Պաշտոնական տարբերակը եղել էր, որ նա փախել էր արտասահման, բայց բոլորը գիտեին ճշմարտությունը։ Նրան տարել էին, որովհետև նա խոսել էր սխալ մարդկանց հետ, որովհետև նա վստահել էր սխալ մարդուն։ Եվ հիմա ինչ-որ մեկը ուղարկում էր Զանազանյանին այս լուսանկարը, հիշեցնելով, թե ինչ է տեղի գալիս նրանց հետ, ովքեր չեն հնազանդվում։ Ո՞վ էր ուղարկել այս ծրարը։ Արդյոք դա էր Մոսկվայի նոր սպառնալիքը։ Թե՞ դա էր ինչ-որ մեկը, ով փորձում էր նրան զգուշացնել, փրկել նրան, նախքան շատ ուշ լինելը։ Զանազանյանը այրեց լուսանկարը այդ գիշեր, դիտելով, թե ինչպես է կարմիր շրջանակը հալչում դառնում մոխիր։ Բայց պատկերը մնաց նրա գլխում, հետապնդելով նրան յուրաքանչյուր անգամ, երբ նա փակում էր աչքերը։ Հաջորդ առավոտ, երբ նա եկավ մարզադաշտ, նա տեսավ, որ ինչ-որ բան փոխվել էր։ Նրա թիմակիցները նայում էին նրան այլ կերպ, ոչ թե թշնամանքով, այլ անհանգստությամբ, վախով։ Նրանք լսել էին լուրեր, նրանք լսել էին շշուկներ, նրանք գիտեին, որ Մոսկվան սեղմում է ավելի ու ավելի։ Եվ նրանք վախենում էին, որ մի օր այդ ճնշումը կկոտրի ոչ միայն Զանազանյանին, այլ ամբողջ թիմը։ Մարզումը անցավ լարված լռությամբ, երբ այն ավարտվեց, Սիմոնյանը կանչեց Զանազանյանին իր գրասենյակ։ Մարզիչը նստած էր իր սեղանի ետում, նրա դեմքը ավելի տարեց էր երում, քան երբե։ Լո, ասաց նա, նրա ձայնը հոգնած էր։ Մենք պետք է խոսենք։ Ես լսել եմ, որ նրանք ուղարկել են քեզ ինչ-որ բան։ Ես լսել եմ, որ նրանք շարունակում են սպառնալ։ Զանազանյանը գլուխ թեքեց։
Ինչպես եք իմացել, հարցրեց նա։ Սիմոնյանը ցավագին ժպտաց։ Որովհետև նրանք ուղարկել են նա ինձ, ասաց նա։ Եվ նա բացեց իր դարակը, հանեց նույն լուսանկարը, նույն կարմիր շրջանակով, նույն 3 բառերով։ Երկու մարդիկ նստեցին լռությամբ, նայելով միմյանց, նրանց մեջ կար հասկացողություն, որը չէր պահանջում բառեր։ Նրանք երկուսն էլ գիտեին, որ նրանք մտել էին վտանգավոր տարածք, որտեղ յուրաքանչյուր քայլ կարող էր լինել վերջինը։ Խաչատրյանը կարող է պաշտպանել մեզ միայն որոշակի սահմանների մեջ, ասաց Սիմոնյանը։ Նա ուժեղ է Հայաստանում, բայց Մոսկվան ավելի ուժեղ է։ Եվ եթե նրանք իսկապես որոշեն մեզ ոչնչացնել, ապա նա չի կարող մեզ կանգնեցնել։ Զանազանյանը հասկանում էր դա։ Նա միշտ հասկացել էր դա։ Բայց նա հասկանում էր, որ եթե նա հիմա հանձնվի, եթե նա հիմա ընդունի նրանց պայմանները, ապա ամեն ինչ, ինչի համար նա պայքարել էր, կդառնա անիմաստ։ Ապա ինչ առաջարկում եք, հարցրեց նա։ Սիմոնյանը լռեց երկար, հետո ասաց բառեր, որոնք Զանազանյանը երբեք չէր սպասում լսել իր մարզչից։ Ես առաջարկում եմ, որ մենք խաղանք այնպես, որ նրանք չկարողանան մեզ անտեսել։ Ես առաջարկում եմ, որ մենք հաղթենք այնպես, որ ամբողջ աշխարհը տեսնի։ Եվ եթե նրանք փորձեն մեզ կանգնեցնել, ապա թող ամբողջ աշխարհը տեսնի նա դա։ Դա էր ռիսկային ռազմավարություն, դա էր վտանգավոր խաղ, բայց դա էր նա միակ ճանապարհը։ Եթե նրանք դառնային այնքան հայտնի, այնքան սիրված, այնքան կարևոր, որ նրանց անհետացումը կառաջացներ հարցեր, ապա գուցե, միայն գուցե Մոսկվան կմտածեր 2 անգամ նախքան հարվածելը։ Հաջորդ խաղը Արարատը խաղաց Կիում, Դինամոյի դեմ, թիմի դեմ, որը եղել էր չեմպիոն 3 անգամ վերջին 5 տարիներին։ Մարզադաշտը լցված էր 60,000 մարդով, գրեթե բոլորը աջակցում էին տանտերերին։ Բայց Արարատի ֆուտբոլիստները դուրս եկան դաշտ ոչ թե վախով, այլ վճռականությամբ։ Նրանք խաղացին այնպես, կարծես դա էր նրանց վերջին խաղը, կարծես նրանք ոչինչ չունեին կորցնելու։ Յուրաքանչյուր փոխանցում էր ճշգրիտ, յուրաքանչյուր վազք էր հզոր, յուրաքանչյուր պայքար գնդակի համար էր մահացու։ Եվ երբ Զանազանյանը խփեց գոլը 65-րդ րոպեին, երբ գնդակը մտավ ցանց այնպես, որ դարպասապահը նույնիսկ չշարժվեց, ամբողջ մարզադաշտը լռեց։ 60,000 մարդ լռեց, նայելով այս փոքրիկ հայ կապիտանին, ով հենց նոր խոնարհեցրեց նրանց թիմին։ Հետո, դանդաղ, շատ դանդաղ, սկսվեց ծափահարություն։ Ոչ թե Արարատի երկրպագուներից, որոնք քիչ էին այնտեղ, այլ ուկրաինացի երկրպագուներից, ովքեր ճանաչեցին մեծությունը, երբ տեսան այն։ Դա էր պահը, երբ Արարատը դադարեց լինել միայն հայկական թիմ, դարձավ խորհրդանիշ ամբողջ խորհրդային միության համար։ Դա էր պահը, երբ նրանք դարձան այն թիմը, որը համարձակվեց երազել։ Բայց Մոսկվան չէր ծափահարում։ Երբ Զանազանյանը վերադարձավ հյուրանոց այդ գիշեր, նա գտավ նամակ իր սենյակի դռան տակ։ Ներսում էր միայն մեկ նախադասություն՝ յուրաքանչյուր հաղթանակ ձեզ մոտեցնում է վերջին։ Զանազանյանը նստեց իր մահճակալի վրա, բռնեց գլուխը ձեռքերով։ Նա հոգնած էր։ Նա հոգնած էր վախից, հոգնած էր սպառնալիքներից, հոգնած էր այս անվերջ պատերազմից, որը նա չէր ընտրել, բայց որը նրան պարտադրվել էր։ Նա ուզում էր պարզապես խաղալ ֆուտբոլ, ուզում էր պարզապես լինել կապիտան, ուզում էր պարզապես ապրել իր կյանքը։ Բայց համակարգը չէր թույլ տալիս։ Համակարգը պահանջում էր հնազանդություն, պահանջում էր ենթարկվածություն, պահանջում էր, որ դու լինես այն, ինչ նրանք ուզում էին, ոչ թե այն, ինչ դու ուզում էիր լինել։ Եվ եթե դու հակառակվեիր, եթե դու համարձակվեիր լինել այլ, ապա նրանք կկոտրեին քեզ։ Դանդաղ, ցավոտ, անխուսափելի։ Զանազանյանը նայեց պատուհանից դուրս, տեսնելով կի լույսերը, մտածեց իր ընտանիքի մասին, իր կնոջ մասին, իր դստեր մասին։ Արդյոք նա իրավունք ուներ վտանգի մեջ դնել նրանց իր հպարտության համար։ Արդյոք նա իրավունք ուներ շարունակել այս պայքարը, երբ գնացքը կարող էր լինել նրանց կյանքերը։ Բայց հետո նա հիշեց այն 40,000 մարդկանց, ովքեր եկել էին երան տեսնելու նրանց խաղը։ Նա հիշեց նրանց աչքերը, լի հույսով, հավատքով։ Նա հիշեց, որ նա խաղում էր ոչ միայն իր համար, այլ նրանց համար։ Եվ նա հասկացավ, որ նա չէր կարող հանձնվել։ Ոչ դեռ։ Երբ Արարատը վերադարձավ երան, նրանց դիմավորեց ամբողջ քաղաքը։ Հազարավոր մարդիկ եկան օդանավակայան, երգելով, պարելով, բարձրացնելով դրոշներ։ Դա էր տոնակատարություն, դա էր ազգային հպարտության պահ, դա էր ինչ-որ բան, ինչը Հայաստանը չէր տեսել տասնամյակներ։ Բայց Զանազանյանը, ով կանգնած էր ինքնաթիռի դռան մոտ նայում էր այդ ամբոխին, չէր զգում ուրախություն։
Նա զգում էր պատասխանատվություն, զգում էր ծանրություն, զգում էր, որ յուրաքանչյուր այդ մարդկանցից նա պարտական էր շարունակել, պարտական էր հաղթել, պարտական էր լինել այն հերոսը, որին նրանք կարիք ունեին։ Եվ դա էր ավելի ծանր, քան ցանկացած ֆիզիկական բեռ։ Նա իջավ ինքնաթիռից, ամբոխը պայթեց ուրախությունից։ Մարդիկ վազեցին դեպի նրան, փորձելով դիպչել նրան, փորձելով գրկել նրան, փորձելով ասել նրան, թե որքան նրանք հպարտ են։ Զանազանյանը ժպտաց, ծափահարեց, ալիքներ արեց, խաղաց այն դերը, որը նրանից սպասում էին։ Բայց նրա ներսում նա զգում էր դատարկություն, զգում էր վախ, զգում էր, որ ինչ-որ բան վատ էր պատրաստվում տեղի ունենալ։ Այդ գիշեր, երբ Զանազանյանը վերջապես հասավ տուն, երբ նա վերջապես փակեց դուռը մնաց միայնակ իր ընտանիքի հետ, նա տեսավ Արմինեի դեմքը, հասկացավ, որ ինչ-որ բան տեղի էր ունեցել։ Նրա աչքերը կարմիր էին, կարծես նա լացել էր, նրա ձեռքերը դողում էին։ Ինչ է եղել, հարցրեց Զանազանյանը, նրա սիրտը սկսեց ավելի արագ բաբախել։ Արմինեն նայեց նրան, նրա շրթունքները դողացին, նախքան նա կարողանար խոսել։ Նրանք եկան, ասաց նա վերջապես։ Երբ դու գյուում էիր, նրանք եկան։ Երկու մարդիկ, նույն մարդիկը, որոնց դու դուրս հանեցիր հագուստարանից։ Նրանք մտան առանց թակելու, առանց հարցնելու։ Նրանք նստեցին այս սեղանի շուրջ, ասացին ինձ, որ եթե դու չդադարեցնես, եթե դու չհնազանդվես, ապա նրանք կվերցնեն մեր դուստրը։ Զանազանյանը զգաց, թե ինչպես է սառչում նրա ողնաշարը։ Նրանք անցել էին կարմիր գիծը։ Նրանք սպառնացել էին ոչ թե նրան, այլ նրա երեխային, նրա անմեղ 12 տարեկան դստերը, ով ոչինչ չգիտեր այս ամենի մասին։ Դա էր այն պահը, երբ Զանազանյանը հասկացավ, որ նա պատերազմում էր ոչ թե մարդկանց դեմ, այլ հրեշների դեմ, ովքեր պատրաստ էին անել ամեն ինչ ստանալու այն, ինչ ուզում էին։ Որտե՞ղ է Լուսինեն, հարցրեց նա, նրա ձայնը դողում էր։ Նա քնած է, ասաց Արմինեն։ Նա չգիտի ոչինչ։ Ես չասացի նրան։ Բայց լո, մենք պետք է ինչ-որ բան անենք։ Մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք վնասեն մեր երեխային։ Զանազանյանը նստեց, ծածկեց դեմքը ձեռքերով։ Առաջին անգամ իր կյանքում նա զգաց, որ նա պարտվում է։ Առաջին անգամ նա զգաց, որ նա չունի ընտրություն։ Նրանք կարող էին սպառնալ նրան, կարող էին սպառնալ նրա կարիերային, կարող էին սպառնալ նրա ազատությանը, նա կդիմանար։ Բայց երբ նրանք սպառնում էին նրա երեխային, երբ նրանք դիպչում էին նրա ընտանիքին, ապա ամեն ինչ փոխվում էր։ Ապա հպարտությունը, պատիվը, հաղթանակը, ամեն ինչ դառնում էր երկրորդական։ Միակ կարողը դառնում էր պաշտպանել նրանց, ովքեր նա սիրում էր։ Ես կխոսեմ Խաչատրյանի հետ, ասաց նա վերջապես։ Ես կխոսեմ նրա հետ, մենք կգտնենք ելք։ Մենք կպաշտպանենք Լուսինեին։ Ես խոստանում եմ։ Բայց նույնիսկ երբ նա ասում էր այդ բառերը, նա գիտեր, որ դա կարող էր լինել խոստում, որը նա չէր կարող պահել։ Նա գիտեր, որ Խաչատրյանը, որքան էլ ուժեղ լիներ Հայաստանում, չէր կարող պաշտպանել մի փոքրիկ աղջկա 24 ժամ օրը, 7 օր շաբաթը։ Նա գիտեր, որ եթե Մոսկվան իսկապես ուզեր վնասել նրանց, ապա նրանք կգտներ ճանապարհ։ Նրանք միշտ գտնում էին ճանապարհ։ Արդյոք սա էր վերջը։ Արդյոք սա էր այն պահը, երբ նա պետք է հանձնվեր, երբ նա պետք է ընդուներ նրանց պայմանները, երբ նա պետք է դառնար այն, ինչ նրանք ուզում էին, հնազանդ, կոտրված, վերահսկելի։ Թե դեռ կար ճանապարհ պայքարելու, ճանապարհ դիմադրելու, ճանապարհ պահպանելու իր արժանապատվությունը, նույնիսկ եթե դա նշանակում էր կորցնել ամեն ինչ։ Հաջորդ առավոտ Զանազանյանը արթնացավ վաղ, երբ ալը դեռ չէր ծագել, երբ քաղաքը դեռ քնած էր։ Նա հագնվեց լռությամբ, փորձելով չարթնացնել Արմինեին, ով վերջապես քնել էր մի քանի ժամ առաջ, հյուծված վախից, հոգնածությունից։ Նա դուրս եկավ փողոց, սառը օդը հարվածեց նրա դեմքին, արթնացնելով նրան, մաքրելով նրա միտքը։ Նա քայլեց դեպի Խաչատրյանի տուն, որը գտնվում էր քաղաքի կենտրոնում, հսկայական շենք, որը պահպանվում էր 24 ժամ։ Երբ նա մոտեցավ դարպասին, պահակները ճանաչեցին նրան, թույլ տվեցին մտնել առանց հարցերի։ Բոլորը գիտեին, թե ով էր Զանազանյանը, բոլորը գիտեին, թե ինչու նա այնտեղ էր։ Խաչատրյանը սպասում էր նրան իր գրասենյակում, նստած իր հսկայական սեղանի ետում, երբ Զանազանյանը մտավ, նա տեսավ, որ կոնկուսի առաջին քարտուղարը նույնպես չէր քնել այդ գիշեր։ Նրա աչքերը հոգնած էին, նրա դեմքը մոխրագույն էր, նրա ձեռքերը դողում էին, երբ նա վառեց ծխախոտը։ Ես գիտեի, որ դու կգաս, ասաց Խաչատրյանը։ Ես լսել եմ, թե ինչ տեղի ունեցավ երեկ։ Ես լսել եմ, թե ինչ ասացին նրանք քո կնոջը։
Զանազանյանը նստեց, երկու մարդիկ նայեցին միմյանց երկար լռությամբ։ Վերջապես Զանազանյանը խոսեց. Ես չեմ կարող շարունակել, ասաց նա, նրա ձայնը կոտրված էր։ Ես չեմ կարող վտանգի մեջ դնել իմ ընտանիքը։ Ես չեմ կարող ռիսկի ենթարկել իմ դստեր կյանքը իմ հպարտության համար։ Ես պատրաստ եմ անել այն, ինչ նրանք ուզում են։ Ես պատրաստ եմ հանձնվել։ Խաչատրյանը լսեց, նրա դեմքը չփոխվեց։ Նա շարունակեց ծխել իր ծխախոտը, շարունակեց նայել Զանազանյանին, նրա աչքերում չկար դատապարտում, չկար հիասթափություն։ Կար միայն հասկացողություն։ Ես գիտեի, որ դու կասես դա, ասաց նա վերջապես։ Ես գիտեի, որ նրանք կգտնեն քո թույլ կետը։ Նրանք միշտ գտնում են։ Դա է նրանց ուժը, նրանք գիտեն, թե ինչպես կոտրել մարդկանց, ոչ թե հարվածելով նրանց, այլ հարվածելով նրանց, ում նրանք սիրում են։ Նա դադարեց, հանեց մի խորը շունչ, հետո շարունակեց. Բայց ես պետք է քեզ ասեմ ինչ-որ բան, Լո։ Ինչ-որ բան, որը դու պետք է իմանաս, նախքան որոշում կայացնելը։ Նա բացեց իր դարակը, հանեց թղթապանակ, նույն տեսակի թղթապանակը, որը Զանազանյանը տեսել էր Մոսկվայում։ Նա դրեց այն սեղանի վրա, բացեց։ Ներսում էին փաստաթղթեր, հազարավոր փաստաթղթեր, լուսանկարներ, ձայնագրություններ, զեկույցներ։ Սրանք են փաստաթղթերը, որոնք ես հավաքել եմ վերջին 3 ամիսների ընթացքում, ասաց Խաչատրյանը։ Փաստաթղթեր այն մարդկանց մասին, ովքեր փորձում են քեզ կոտրել։ Փաստաթղթեր նրանց կեղտոտ գործերի մասին, նրանց հանցագործությունների մասին, նրանց կոռուպցիայի մասին։ Ես գիտեմ, թե ով են նրանք, ես գիտեմ, թե ինչ են նրանք արել, ես գիտեմ, թե ինչպես նրանց կանգնեցնել։ Զանազանյանը նայեց փաստաթղթերին, նրա սիրտը սկսեց ավելի արագ բաբախել։ Բայց ինչու՞, հարցրեց նա։ Ինչու եք ասում ինձ այս ամենը հիմա։ Խաչատրյանը նայեց նրան, նրա աչքերում հայտնվեց ինչ-որ բան, ինչը Զանազանյանը չէր տեսել նախկինում։ Դա էր վճռականություն, դա էր զայրույթ, դա էր պատրաստակամություն գնալ մինչ վերջ։ Որովհետև ես պատրաստվում եմ պատերազմի, ասաց նա։ Պատերազմի, որը կկարողանա փոխել ամեն ինչ։ Բայց ես չեմ կարող անել դա միայնակ։ Ես կարիք ունեմ քեզ, Լո։ Ես կարիք ունեմ, որ դու շարունակես խաղալ, շարունակես հաղթել, շարունակես լինել այն խորհրդանիշը, որը դու դարձել ես։ Որովհետև երբ ես հարվածեմ, երբ ես բացահայտեմ այս փաստաթղթերը, ես կարիք ունեմ, որ ամբողջ Հայաստանը կանգնած լինի իմ ետում։ Եվ նրանք կկանգնեն միայն, եթե նրանք տեսնեն, որ մենք պայքարում ենք ոչ միայն ֆուտբոլի համար, այլ արդարության համար։ Զանազանյանը լսում էր, նրա միտքը պտտվում էր։ Խաչատրյանը առաջարկում էր ինչ-որ բան անհավատալի, ինչ-որ բան վտանգավոր, ինչ-որ բան, որը կարող էր կամ փրկել նրանց բոլորին, կամ ոչնչացնել նրանց բոլորին։ Նա առաջարկում էր բացահայտել Մոսկվայի կեղտոտ գործերը, առաջարկում էր հարվածել համակարգին, առաջարկում էր անել այն, ինչը ոչ ոք երբեք չէր համարձակվել անել։ Բայց դա նշանակում էր շարունակել պայքարը, շարունակել վտանգի մեջ դնել իր ընտանիքը, շարունակել ապրել վախի մեջ։ Եվ ինչ կլինի իմ դստեր հետ, հարցրեց Զանազանյանը։ Ինչպես կպաշտպանեք նրան։ Խաչատրյանը փակեց թղթապանակը, նայեց Զանազանյանին։ Ես արդեն պաշտպանել եմ նրան, ասաց նա։ Երեկ գիշեր, երբ ես լսեցի, թե ինչ տեղի ունեցավ, ես ուղարկեցի մարդկանց։ Քո դուստրը հիմա գտնվում է անվտանգ տեղում, հեռու երանից, հեռու նրանցից, ովքեր կարող են վնասել նրան։ Նա գտնվում է իմ քրոջ տանը, լեռներում, որտեղ ոչ ոք չի գտնի նրան, եթե ես չուզեմ։ Եվ նա կմնա այնտեղ, մինչ այս ամենը ավարտվի։ Զանազանյանը զգաց, թե ինչպես է թեթանում նրա կրծքից ծանրությունը։ Նրա դուստրը անվտանգ էր։ Նրա դուստրը պաշտպանված էր։ Եվ հիմա նա կարող էր կենտրոնանալ այն վրա, ինչ պետք է անել։ Երբ, հարցրեց նա։ Երբ եք պատրաստվում հարվածել։ Խաչատրյանը ժպտաց, դա էր առաջին անգամը, երբ Զանազանյանը տեսավ նրան ժպտացած։ Շատ շուտով, ասաց նա։ Շատ շուտով ամբողջ Խորհրդային Միությունը կիմանա ճշմարտությունը։ Բայց մինչ այդ դու պետք է շարունակես խաղալ։ Դու պետք է շարունակես հաղթել։ Դու պետք է ցույց տաս նրանց, որ նրանք չեն կարող քեզ կոտրել։ Կարող ես դա անել։ Զանազանյանը նայեց Խաչատրյանին, նրա աչքերում հայտնվեց այն վճռականությունը, որը նա կորցրել էր երեկ գիշեր։ Նրա դուստրը անվտանգ էր։ Նրա ընտանիքը պաշտպանված էր։ Եվ հիմա նա կարող էր կենտրոնանալ այն վրա, ինչի համար նա ծնվել էր, խաղալ ֆուտբոլ, հաղթել։ Այո,
ասաց նա։ Ես կարող եմ դա անել։ Եվ այդ պահից սկսվեց վերջնական մարտը։ Երբ Զանազանյանը վերադարձավ մարզադաշտ այդ առավոտ, երբ նա տեսավ իր թիմակիցներին, ովքեր սպասում էին նրան լռությամբ, նա զգաց, որ ինչ-որ բան փոխվել էր նրա ներսում։ Վախը, որը ուտում էր նրան վերջին շաբաթներին, այլևս չկար։ Փոխարենը կար սառը, մաքուր վճռականություն։ Նրա դուստրը անվտանգ էր, Խաչատրյանը պատրաստվում էր հարվածել, հիմա Զանազանյանի աշխատանքը պարզ էր՝ շարունակել խաղալ այնպես, որ ամբողջ խորհրդային միությունը տեսներ, որ Արարատը անկոտրում էր։ Բայց այդ առավոտ, երբ նրանք սկսեցին մարզումը, մարզադաշտի մուտքի մոտ հայտնվեց մեքենա։ Ոչ թե Վոլգա, որին նրանք սովոր էին, այլ սպիտակ չայկա, պաշտոնական մեքենա, որը օգտագործվում էր միայն ամենաբարձր պաշտոնյաների կողմից։ Դուռը բացվեց, դուրս եկավ մարդ, ում Զանազանյանը երբեք չէր տեսել, բայց ում ներկայությունը անմիջապես ստիպեց բոլորին լռել։ Նա բարձր էր, նիհար, նրա մազերը արծաթագույն էին, նրա կոստյումը այնքան թանկ էր, որ կարող էր արժենալ ամբողջ թիմի տարեկան աշխատավարձը։ Նա քայլեց դեպի Զանազանյանը, յուրաքանչյուր նրա քայլ հնչում էր, ինչպես դատավճիռը։ Երբ նա հասավ կապիտանի մոտ, նա կանգ առավ, նայեց նրան երկար, գնահատող հայացքով, կարծես ուսումնասիրում էր թշնամուն նախքան հարվածելը։ Զանազանյան, ասաց նա, նրա ձայնը հարթ էր, առանց էմոցիաների, առանց ջերմության։ Ես եկել եմ Մոսկվայից։ Ես եկել եմ տալու քեզ վերջին հնարավորությունը։ Զանազանյանը չշարժվեց։ Նա կանգնած էր ուղիղ, նրա ձեռքերը կողքերին, նրա դեմքը անարտահայտ։ Նա գիտեր, որ այս պահին նրա թիմակիցները նայում էին նրան, գիտեր, որ ամբողջ Հայաստանը, որը շուտով կիմանար այս հանդիպման մասին, կդատեր նրան ըստ այն, ինչ նա հիմա կասեր։ Ես լսում եմ, ասաց նա հանգիստ։ Արծաթագույն մազերով մարդը ժպտաց, բայց այդ ժպիտը չհասավ նրա աչքերին։ Լավ, ասաց նա։ Ապա լսիր ուշադիր, որովհետև ես չեմ կրկնի։ Դու ունես ընտրություն։ Դու կարող ես շարունակել այս հիմարությունը, շարունակել խաղալ հերոսի դերը, շարունակել մտածել, որ դու կարող ես հաղթել համակարգին։ Եվ եթե դու ընտրես այդ ճանապարհը, ապա ես քեզ խոստանում եմ, քո կարիերան կավարտվի ոչ թե փառքով, այլ ամոթով։ Քո անունը կդառնա հայհոյանք։ Քո ընտանիքը կապրի նշանակված կյանքով։ Եվ քո թիմը, այս թիմը, որը դու այնքան սիրում ես, կդառնա օրինակ այն մասին, թե ինչ է տեղի գալիս նրանց հետ, ովքեր չեն հնազանդվում։ Նա դադարեց, թույլ տալով, որ նրա բառերը ընկնեն օդում, ծանր սպառնալից։ Հետո նա շարունակեց. Կամ դու կարող ես ընտրել իմաստուն ճանապարհը։ Դու կարող ես հասկանալ, որ դու պարզապես մի փոքրիկ մարդ ես մեծ համակարգում։ Դու կարող ես ընդունել, որ կան կանոններ, որոնք դու չես կարող փոխել։ Եվ դու կարող ես սկսել համագործակցել մեզ հետ։ Ոչինչ մեծ, ոչինչ դրամատիկ։ Պարզապես փոքրիկ բաներ, մի խորհուրդ այստեղ, մի խոսք այնտեղ, մի ազդանշան, երբ մենք կարիք ունենք։ Եվ դրա դիմաց մենք կպաշտպանենք քեզ։ Մենք կպաշտպանենք քո ընտանիքը։ Մենք կթույլ տանք, որ դու ավարտես քո կարիերան որպես լեգենդ, ոչ թե որպես դավաճան։ Զանազանյանը լսում էր, նա հասկանում էր, որ այս մարդը առաջարկում էր նրան ճիշտ այն, ինչից նա ամենաշատը վախենում էր։ Ոչ թե բանտ, ոչ թե ֆիզիկական բռնություն, այլ դավաճանություն։ Նրանք ուզում էին, որ նա դառնա իրենց գործիքը, որ նա դառնա այն մարդը, ով կվաճառեր իր թիմակիցներին, ով կվաճառեր իր երկիրը, ով կվաճառեր իր հոգին մի փոքր անվտանգության համար։ Եվ ամենավատը այն էր, որ նրանք ներկայացնում էին դա որպես իմաստուն ընտրություն, որպես պրագմատիզմ, որպես ինչ-որ բան, որը ցանկացած նորմալ մարդ կաներ։ Բայց Զանազանյանը գիտեր ճշմարտությունը։ Նա գիտեր, որ եթե նա ընդուներ այս առաջարկը, ապա նա կդադարեր լինել Լոն Զանազանյանը։ Նա կդառնար պարզապես մի ուրիշ կոտրված մարդ, մի ուրիշ հոգի, որը համակարգը ծամել թքել էր։ Նա նայեց արծաթագույն մազերով մարդուն, նրա ձայնը, երբ նա խոսեց, հանգիստ էր, բայց անսասան։ Ես ընտրում եմ երրորդ ճանապարհը, ասաց նա։ Ես ընտրում եմ շարունակել խաղալ, շարունակել հաղթել, շարունակել լինել այն մարդը, ով ես եմ։ Եվ եթե դուք չեք կարող ընդունել դա, ապա արեք ձեր ամենավատը։ Բայց դուք երբեք չեք ստանա ինձ։ Լռություն։ Երկար ծանր լռություն, որի ընթացքում արծաթագույն մազերով մարդը նայում էր Զանազանյանին, կարծես չհավատալով, որ ինչ-որ մեկը համարձակվում է նրան այդպես պատասխանել։ Հետո, դանդաղ, շատ դանդաղ, նրա դեմքը փոխվեց։ Ժպիտը անհետացավ, փոխարենը հայտնվեց սառը, մաքուր ատելություն։
Շատ լավ, ասաց նա, նրա ձայնը հիմա նման էր սառույցի։ Դու ընտրել ես քո ճանապարհը։ Հիմա ապրիր դրա հետանքների հետ։ Նա շրջվեց քայլեց դեպի իր մեքենան, երբ նա նստեց ներս դուռը փակվեց, Զանազանյանը զգաց, թե ինչպես է սկսվում ինչ-որ բան անդառնալի։ Մեքենան հեռացավ, մարզադաշտում մնաց լռություն։ Հետո, մեկ առ մեկ, Զանազանյանի թիմակիցները սկսեցին մոտենալ նրան։ Նրանք ոչինչ չասացին։ Նրանք պարզապես կանգնեցին նրա կողքին, միասնական պատի պես, ինչպես նրանք արել էին հագուստարանում այն օրը։ Եվ այդ պահին Զանազանյանը հասկացավ, որ նա ճիշտ ընտրություն էր արել։ Նա կարող էր կորցնել ամեն ինչ, իր կարիերան, իր անվտանգությունը, նույնիսկ իր կյանքը։ Բայց նա երբեք չէր կորցնի այն, ինչը ամենակարևորն էր՝ իր արժանապատվությունը։ Հաջորդ 2 շաբաթները Արարատը խաղաց 6 խաղ, նրանք հաղթեցին 6-ն էլ։ Բայց յուրաքանչյուր խաղ դառնում էր ավելի դժվար, ավելի կոշտ, ավելի վտանգավոր։ Դատավորները այլևս նույնիսկ չէին փորձում թաքցնել իրենց կողմնակալությունը։ Նրանք տալիս էին պենալտիներ, որոնք գոյություն չունեին, չեղարկում էին գոլերը, որոնք պարզապես ճիշտ էին, հանում էին Արարատի ֆուտբոլիստներին դաշտից ամենափոքր շփման համար։ Հակառակորդ թիմերը խաղում էին այնպես կոշտ, որ յուրաքանչյուր խաղից հետո Արարատի բժիշկները ունեին լիքը վնասվածքներ բուժելու համար։ Բայց ամենավատը եղավ այն, ինչ տեղի ունեցավ խաղից դուրս։ Զանազանյանի տունը սկսեց ստանալ հեռախոսազանգեր ամեն գիշեր, 2, 3, 4 անգամ։ Երբ Արմինեն պատասխանում էր, ուրիշ կողմում լռություն էր, միայն շնչառություն, ծանր սպառնալից։ Թիմակիցների ընտանիքները սկսեցին ստանալ նամակներ, որոնք նկարագրում էին մանրամասն, թե ինչ կտեղի ունենար նրանց հետ, եթե Արարատը շարունակեր հաղթել։ Մարզադաշտի շուրջ սկսեցին հայտնվել անծանոթ մարդիկ, ովքեր պարզապես կանգնում էին նայում էին, միշտ նույն սառը հայացքով, միշտ նույն լռությամբ։ Դա էր հոգեբանական պատերազմի վերջնական փուլը, Մոսկվան օգտագործում էր բոլոր իր զենքերը։ Բայց հետո մի գիշեր, երբ Զանազանյանը վերադառնում էր տուն ուշ մարզումից, նա տեսավ Խաչատրյանի մեքենան, որը կանգնած էր նրա տան դիմաց։ Կոնկուսի առաջին քարտուղարը նստած էր ետի նստատեղում, երբ Զանազանյանը մտավ, նա տեսավ, որ Խաչատրյանի դեմքը փայլում էր հաղթանակից։ Պատրաստ է, ասաց Խաչատրյանը առանց ներածության։ Ամեն ինչ պատրաստ է։ Վաղը առավոտյան ես հրապարակելու եմ փաստաթղթերը։ Վաղը առավոտյան ամբողջ Խորհրդային Միությունը կիմանա, թե ինչ են արել այդ մարդիկը, ովքեր փորձեցին քեզ կոտրել։ Վաղը առավոտյան արդարությունը կվերադառնա։ Զանազանյանը զգաց, թե ինչպես է նրա սիրտը սկսում ավելի արագ բաբախել։ Ինչ կլինի, հարցրեց նա։ Ինչ կլինի, երբ դուք հրապարակեք դա։ Խաչատրյանը նայեց նրան, նրա աչքերում կար ինչ-որ բան, ինչը Զանազանյանը չէր տեսել նախկինում։ Դա էր խաղաղություն, դա էր ընդունում, դա էր գիտակցում, որ նա անում էր ճիշտ բանը, նույնիսկ եթե դա նշանակում էր զոհաբերել ամեն ինչ։ Երբ ես հրապարակեմ դա, ասաց նա հանգիստ, նրանք կփորձեն ինձ կանգնեցնել։ Նրանք կփորձեն ինձ ձերբակալել, կփորձեն ինձ լռեցնել, կփորձեն ինձ ոչնչացնել։ Բայց կլինի շատ ուշ։ Որովհետև փաստաթղթերը կլինեն արդեն դուրս, կլինեն արդեն հրապարակված, կլինեն արդեն բոլորի ձեռքում։ Եվ նրանք չեն կարող ոչնչացնել ճշմարտությունը, երբ այն արդեն ազատ է։ Զանազանյանը նայեց Խաչատրյանին, նա հասկացավ, թե ինչ էր անում այս մարդը։ Նա զոհաբերում էր իր կարիերան, իր իշխանությունը, հավանաբար իր ազատությունը, որպեսզի պաշտպաներ մի ֆուտբոլային թիմը, որպեսզի պաշտպաներ մի կապիտանի արժանապատվությունը, որպեսզի ցույց տար, որ համակարգը կարող էր մարտահրավեր ստանալ։ Ինչո՞ւ, հարցրեց Զանազանյանը, նրա ձայնը կոտրված էր։ Ինչո՞ւ եք դուք անում այս ամենը մեզ համար։ Խաչատրյանը ժպտաց, դա էր ջերմ ժպիտ, հայրական ժպիտ։ Որովհետև ես տարեց եմ, լո, ասաց նա։ Որովհետև ես ապրել եմ ամբողջ կյանքս այս համակարգում, ծառայել եմ այս համակարգին, պաշտպանել եմ այս համակարգը։ Եվ ես տեսել եմ, թե ինչ է այն անում մարդկանց հետ։ Ես տեսել եմ, թե ինչպես է այն կոտրում նրանց, ինչպես է այն ոչնչացնում նրանց երազանքները, ինչպես է այն վերածում նրանց ստրուկների։ Եվ ես հոգնել եմ։ Ես հոգնել եմ լռելուց, հոգնել եմ համակերպվելուց, հոգնել եմ լինելուց այն մարդը, ով թույլ է տալիս, որ անարդարությունը շարունակվի։ Եվ երբ ես տեսա քեզ, երբ ես տեսա, թե ինչպես դու կանգնեցիր այդ մարդկանց դեմ հագուստարանում, երբ ես տեսա, թե ինչպես դու մերժեցիր հանձնվել, ես հասկացա, որ դու ես այն մարդը, ում համար արժե պայքարել։ Դու ես այն խորհրդանիշը, որը Հայաստանը կարիք ունի։ Եվ ես չեմ թույլ տա, որ նրանք քեզ ոչնչացնեն։
Հաջորդ առավոտ, երբ Զանազանյանը արթնացավ, նա միացրեց ռադիոն, լսեց լուրերը։ Առաջին պատմությունը եղավ այն, ինչի համար նա սպասում էր։ Արամ Խաչատրյանը, Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղարը, հրապարակել էր փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս կոռուպցիա, հանցագործություններ, չարաշահումներ Մոսկվայի ֆուտբոլային ֆեդերացիայի ամենաբարձր մակարդակներում։ Փաստաթղթերը ներառում էին ձայնագրություններ, լուսանկարներ, ֆինանսական հաշվետվություններ, նրանք անվիճելի էին։ Նրանք ցույց էին տալիս, թե ինչպես էին պաշտոնյաները կաշառք վերցնում, թե ինչպես էին նրանք շահարկում խաղերը, թե ինչպես էին նրանք սպառնում ֆուտբոլիստներին, մարզիչներին։ Եվ նրանք հատուկ նշում էին Արարատի դեպքը, նշում էին, թե ինչպես էին Մոսկվայի պաշտոնյաները փորձել կանխել հայկական թիմի հաղթանակը, թե ինչպես էին նրանք սպառնացել Զանազանյանին, նրա ընտանիքին։ Լուրերի հաղորդավարը, ում ձայնը դողում էր հուզմունքից, ասաց, որ Խաչատրյանը ձերբակալվել էր անմիջապես հրապարակումից հետո, բայց որ փաստաթղթերը արդեն տարածվել էին ամբողջ Խորհրդային Միությունում։ Նա ասաց, որ Մոսկվան պահանջում էր բացատրություններ, որ մարդիկ դուրս էին գալիս փողոցներ, որ ինչ-որ բան փոխվում էր։ Զանազանյանը անջատեց ռադիոն, նստեց լռությամբ։ Խաչատրյանը արել էր այն, ինչ խոստացել էր։ Նա զոհաբերել էր ամեն ինչ, որպեսզի ճշմարտությունը դուրս գար։ Եվ հիմա Զանազանյանի պարտականությունը պարզ էր՝ շարունակել խաղալ, շարունակել հաղթել, շարունակել ցույց տալ, որ Խաչատրյանի զոհաբերությունը չէր եղել զուր։ Նա հագնվեց, գնաց մարզադաշտ, երբ նա հասավ, նա տեսավ, որ նրա թիմակիցները արդեն այնտեղ էին, սպասում նրան։ Նրանք բոլորը լսել էին լուրերը, նրանք բոլորը գիտեին, թե ինչ էր տեղի ունեցել։ Եվ երբ Զանազանյանը մտավ դաշտ, նրանք բոլորը սկսեցին ծափահարել։ Ոչ թե բարձր, ոչ թե աղմկոտ, այլ հանգիստ, հարգալից ծափահարություն, որը ասում էր ավելին, քան ցանկացած բառ կարող էր ասել։ Նրանք ծափահարում էին Խաչատրյանին, ծափահարում էին Զանազանյանին, ծափահարում էին միմյանց, ծափահարում էին այն ճանապարհին, որը նրանք անցել էին միասին։ Եվ այդ պահին Զանազանյանը հասկացավ, որ նրանք արդեն հաղթել էին։ Ոչ թե խաղում, ոչ թե մարզադաշտում, այլ այնտեղ, որտեղ իսկապես կարող էր, նրանց հոգիներում, նրանց արժանապատվության մեջ, նրանց հավատքի մեջ, որ ճիշտը կարող էր հաղթել սխալին։ Վերջին խաղը տեղի ունեցավ 2 շաբաթ անց, դա էր խաղ, որը որոշում էր ամեն ինչ։ Եթե Արարատը հաղթեր, նրանք կմնային չեմպիոն։ Եթե նրանք պարտվեին, ամեն ինչ, ինչի համար նրանք պայքարել էին, կդառնար անիմաստ։ Խաղը տեղի ունեցավ Երանում, Հրազդան մարզադաշտը լցված էր ոչ թե 40, այլ 50,000 մարդով։ Մարդիկ եկել էին ամենուրից, Գյումրիից, Վանաձորից, նույնիսկ Թբիլիսիից, Բաքվից։ Նրանք եկել էին տեսնելու պատմություն, եկել էին տեսնելու, թե ինչպես է փոքրիկ թիմը, որը համարձակվել էր երազել, ավարտում իր ճանապարհը։ Մարզադաշտի մթնոլորտը էլեկտրական էր, օդը լի էր լարվածությամբ, հույսով, վախով։ Երբ Արարատի ֆուտբոլիստները դուրս եկան դաշտ, ամբողջ մարզադաշտը պայթեց ուրախությունից։ 50,000 մարդ կանգնեց ոտքի, սկսեց երգել, նրանց ձայնը այնքան բարձր էր, որ դողացնում էր երկինքը։ Զանազանյանը կանգնեց դաշտի կենտրոնում, նայեց շուրջը, տեսավ այն ամենը, ինչի համար նա պայքարել էր։ Տեսավ երկրպագուներին, ովքեր հավատացել էին նրան, տեսավ իր թիմակիցներին, ովքեր կանգնել էին նրա կողքին, տեսավ դրոշները, որոնք փողփողում էին օդում։ Եվ նա հասկացավ, որ անկախ այն, թե ինչ կլիներ այսօր, նրանք արդեն հաղթել էին։ Խաղը սկսվեց, դա էր պատերազմ։ Հակառակորդ թիմը, որը եկել էր Մոսկվայից, խաղում էր այնպես, կարծես նրանց կյանքերը կախված էին դրանից։ Նրանք խաղում էին կոշտ, դաժան, անգութ։ Յուրաքանչյուր փոխանցում էր մարտահրավեր, յուրաքանչյուր պայքար գնդակի համար էր մարդ։ Դատավորը, ով եկել էր Մոսկվայից, տալիս էր որոշումներ, որոնք այնքան կողմնակալ էին, որ նույնիսկ մոսկովյան երկրպագուները, եթե նրանք եղած լինեին, կամաչեին։ Բայց Արարատը չէր հանձնվում։ Նրանք խաղում էին սրտով, խաղում էին հոգով, խաղում էին այն ամենի համար, ինչ նրանք հավատում էին։ Եվ երբ Զանազանյանը խփեց գոլը 70-րդ րոպեին, երբ գնդակը մտավ ցանց այնպես գեղեցիկ, այնքան կատարյալ, որ ժամանակը կարծես կանգ առավ, ամբողջ Հայաստանը պայթեց ուրախությունից։ 50,000 մարդ վազեց դաշտ, երգելով, լալով, գրկախառնվելով միմյանց հետ։ Դա էր պահը, որի համար նրանք սպասել էին ամբողջ կյանքը։ Դա էր պահը, երբ փոքրիկ ազգը ցույց տվեց, որ նա կարող է մեծ բան անել։ Դա էր պահը, երբ հպարտությունը հաղթեց վախին։ Բայց Զանազանյանը, ով կանգնած էր դաշտի կենտրոնում, շրջապատված իր թիմակիցներով, հազարավոր երկրպագուներով, չէր տոնում։
Նա նայում էր վեր դեպի տրիբունաները, նա մտածում էր Խաչատրյանի մասին, ով այդ պահին նստած էր բանտում, ով զոհաբերել էր ամեն ինչ, որպեսզի այս պահը հնարավոր լիներ։ Նա մտածում էր բոլոր այն մարդկանց մասին, ովքեր պայքարել էին, տուժել էին, որպեսզի Արարատը կարողանար հասնել այստեղ։ Եվ նա հասկացավ, որ այս հաղթանակը պատկանում էր ոչ թե նրան, այլ նրանց բոլորին։ Նա բարձրացրեց ձեռքերը երկինք, ոչ թե տոնելու համար, այլ շնորհակալություն հայտնելու համար։ Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր հավատացել էին նրան, շնորհակալություն այն մարդկանց, ովքեր պաշտպանել էին նրան, շնորհակալություն այն մարդկանց, ովքեր սիրել էին նրան։ Եվ այդ պահին, երբ Արը մայր էր մտնում Երանի վրա, երբ մարզադաշտը լցված էր ոսկեգույն լույսով, երբ հազարավոր ձայներ երգում էին միասին, Զանազանյանը զգաց խաղաղություն։ Նա զգաց, որ նա արել էր ճիշտ բանը։ Նա զգաց, որ նա պահպանել էր իր արժանապատվությունը։ Եվ դա էր ավելին, քան ցանկացած տիտղոս, ավելին, քան ցանկացած հաղթանակ, ավելին, քան ցանկացած փառք։ Տարիներ անցան, Արարատ 73-ի պատմությունը դարձավ լեգենդ։ Մարդիկ պատմում էին այն իրենց երեխաներին, իրենց թոռներին, պատմում էին, թե ինչպես էր փոքրիկ թիմը համարձակվել երազել, ինչպես էր նրանց կապիտանը կանգնել համակարգի դեմ, ինչպես էր նա ասել դուրս այն մարդկանց, ովքեր փորձում էին նրան կոտրել։ Բայց քիչերը գիտեին ամբողջ պատմությունը, քիչերը գիտեին այն գինը, որը վճարվել էր այդ հաղթանակի համար։ Արամ Խաչատրյանը, մարդը, ով զոհաբերել էր ամեն ինչ, որպեսզի ճշմարտությունը դուրս գար, անցկացրեց 3 տարի բանտում։ Երբ նա դուրս եկավ, նա այլևս չէր այն ուժեղ, վստահ մարդը, ով եղել էր։ Նա էր տարեց, հիվանդ, կոտրված։ Բայց երբ նրան հարցնում էին, թե արդյոք նա ափսոսում էր իր որոշման համար, նա միշտ ժպտում էր, ասում էր. Ոչ։ Ես տեսա, թե ինչպես է Հայաստանը կանգնում ոտքի վրա այդ օրը։ Ես տեսա, թե ինչպես է մի ամբողջ ազգը հավատում, որ նա կարող է ինչ-որ բան անել։ Եվ դա արժեր յուրաքանչյուր օրը, որը ես անցկացրեցի բանտում։ Նա մահացավ 1986 թվականին, հանգիստ իր տանը, շրջապատված իր ընտանիքով։ Եվ երբ նրան թաղեցին, ամբողջ Երանը եկավ հրաժեշտ տալու նրան։ Հազարավոր մարդիկ կանգնեցին փողոցներում, լռությամբ, գլուխները խոնարհած, հարգելով մարդուն, ով համարձակվել էր պայքարել համակարգի դեմ։ Զանազանյանը շարունակեց խաղալ 5 տարի, նա ավարտեց իր կարիերան որպես լեգենդ։ Բայց նա երբեք չմոռացավ այն, ինչ տեղի ունեցավ 1973 թվականին։ Նա երբեք չմոռացավ այն երկու մարդկանց, ովքեր մտել էին հագուստարան, երբեք չմոռացավ այն պահը, երբ նա ասաց դուրս, երբեք չմոռացավ Խաչատրյանի զոհաբերությունը։ Եվ երբ նրան հարցնում էին, թե որն էր նրա կարիերայի ամենակարևոր պահը, նա միշտ ասում էր ոչ թե չեմպիոնության մասին, ոչ թե գոլերի մասին, ոչ թե հաղթանակների մասին։ Նա ասում էր այն պահի մասին, երբ նա ընտրեց պահպանել իր արժանապատվությունը, երբ նա ընտրեց լինել այն մարդը, ով նա էր, երբ նա ընտրեց չհանձնվել։ Դա էր իսկական հաղթանակը, ասում էր նա։ Ոչ թե խաղում, այլ կյանքում։ Նա մահացավ 2012 թվականին, 81 տարեկան հասակում, շրջապատված իր ընտանիքով, իր ընկերներով, իր թիմակիցներով։ Եվ երբ նրան թաղեցին, ամբողջ Հայաստանը կրկին կանգնեց ոտքի վրա, հիշելով մարդուն, ով սովորեցրեց նրանց, որ հպարտությունը կարող է հաղթել վախին, որ արժանապատվությունը կարող է հաղթել իշխանությանը, որ փոքրիկ ազգը կարող է մեծ բան անել, եթե նա հավատա իր ուժին։ Այսօր, երբ դու քայլում ես Երանի փողոցներով, դու կտեսնես արձան, կապիտանի արձան, ով կանգնած է ուղիղ, նրա ձեռքը բարձրացված, նրա դեմքը նայում է դեպի ապագան։ Դա Լոն Զանազանյանի արձանն է, նրա տակ գրված է միայն 3 բառ, նա ասաց դուրս։ Եվ երբ մարդիկ անցնում են այդ արձանի կողքից, նրանք կանգ են առնում, նրանք հիշում են, նրանք պատմում են իրենց երեխաներին այն պատմությունը, որը երբեք չպետք է մոռացվի։ Պատմությունը մարդու մասին, ով համարձակվեց երազել, ով համարձակվեց պայքարել, ով համարձակվեց ասել ոչ այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը ասում էր այո։ Պատմությունը մարդու մասին, ով ցույց տվեց, որ մեկ մարդը կարող է փոխել ամեն ինչ, եթե նա ունի համարձակություն կանգնելու իր հավատքի համար։ Պատմությունը մարդու մասին, ով դարձավ ավելին, քան ֆուտբոլիստ։ Նա դարձավ հերոս։ Նա դարձավ խորհրդանիշ։ Նա դարձավ լույս մութության մեջ։ Բայց ամենակարևորը, ինչ Զանազանյանը թողեց, չէր արձանը, չէր լեգենդը, չէր պատմությունը։ Ամենակարևորը, ինչ նա թողեց, էր դասը։ Դասը, որը յուրաքանչյուր սերունդ պետք է սովորի կրկին։ Դասը, որ արժանապատվությունը ավելի կարևոր է, քան անվտանգությունը, որ ճշմարտությունը ավելի կարևոր է, քան հարմարավետությունը, որ հպարտությունը ավելի կարևոր է, քան վախը։
Դասը, որ երբ դու կանգնում ես այն, ինչը ճիշտ է, նույնիսկ երբ ամբողջ աշխարհը քեզ դեմ է, դու երբեք միայնակ չես։ Որովհետև միշտ կլինեն մարդիկ, ովքեր կհավատան քեզ, միշտ կլինեն մարդիկ, ովքեր կկանգնեն քո կողքին, միշտ կլինեն մարդիկ, ովքեր կհիշեն քո անունը։ Եվ դա, վերջապես, է իսկական անմահությունը։ Ոչ թե արձանները, ոչ թե տիտղոսները, ոչ թե փառքը, այլ գիտակցումը, որ դու ապրել ես ճիշտ, որ դու պայքարել ես արդարության համար, որ դու թողել ես աշխարհը մի փոքր ավելի լավ, քան այն էր, երբ դու եկար։ Ընկերներ, ինչ եք մտածում Լոն Զանազանյանի մասին։ Արդյոք նա զոհ էր համակարգի, թե հերոս, ով ընտրեց իր ճանապարհը։ Արդյոք նա պետք է հանձնվեր պաշտպաներ իր ընտանիքը, թե նա ճիշտ արեց, երբ պայքարեց մինչ վերջ։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, մեզ համար կարող է իմանալ, թե արդյոք նրան հիշում են ձեր քաղաքում, արդյոք նրա պատմությունը դեռ ապրում է ձեր սրտերում։ Դրեք լայք ճշմարտության համար բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի չբաց թողնեք այլ պատմություններ այն մարդկանց մասին, ովքեր համարձակվեցին երազել, ովքեր համարձակվեցին պայքարել, ովքեր համարձակվեցին փոխել աշխարհը։ Որովհետև նրանց պատմությունները պետք է ապրեն, նրանց դասերը պետք է սովորվեն, նրանց զոհաբերությունները պետք է հիշվեն։ Մինչ հանդիպում հաջորդ անգամ, ընկերներ։ Հիշեք, հպարտությունը միշտ կարող է հաղթել վախին, եթե դուք ունեք համարձակություն կանգնելու ձեր հավատքի համար։